Ես եւ Վահեն նախորդ քննարկեցինք, որ պիտի խոսենք այսօր, ինչպես որ խոսում ենք բնական իրական կյանքում։ Ես արևելահայերենով, Վահեն արևմտահայերենով կամ իմ ամենասիրած Վահեի արտահայտություններից արև ելավ մտավ հայերենով անգլերենախառը։ Մեր Լոս Անջելեսի իրականությունը արտացոլելով։ Վահե, ողջույն։ Բարև։ Աշխատի գորասի։ Yeah, okay. Ուզում եմ սկսենք մեր ոդքասթի ավանդական առաջին հարցով, որը հետևյալն է. կարող ես կյանքիդ պատմությունը պատմես կամ բնութագրես քո տարբեր լեզուներով։ Տարբեր լեզուներով։ Այո։ Այսինքն ինչ լեզվական միջավայրում ես ծնվել, մեծացել եւ հիմա ապրում։ Որ լեզուներն են բնութագրում Վահե Բերբերյանի անցյալը եւ ներկան։ Լիբանան ծնած եմ, so ծնողքս անշուշտ հայրս ցեղասպանտենեն վերաբրող եղած է եւ մայրս Լիբանան ծնած է, զուտ հայախոս եղած է երկուքնալ եւ մեծ մայրս հալ, այնպես որ դա մեջ ընդհանրապես այդ դարիներուն դուներում մեջ թուրքերեն խոսվեր շատ, բայց բան է հայրս հադուկ բարդանքով գսեր, որ ինքը ագնցի է և ագն հայերեն հայախոս էին ավելի շատ և այլն և այլն։ So անշուշտ Լիբանան արաբերեն, երկրորդ լեզուն արաբերեն էր և բան է, արաբերենը թշբախտապար լուրջի չարինք դարիներով, մինչև Լիբանան ցկելս, որ նոր անդրադարձա որ Երանի քիչ ավելի լուրջ արնենք լեզուն։ Վահե ինչու լուրջ չէիք ընդունում արաբերենը։ Որովհետև անգերս ասած բնավ բետ չենք ունեցած։ Ես առաջին անգամ Լիբանան 73-ին ցկած եմ եւ այսին գրնայր առանց արաբերեն խոսելու Լիբանանի մեջ հանկիստ ապրիլ Հետո գարձեստե պաներ, արաբերեն ծևով անքեն ֆրանսերեն, անգլերեն և այլն այդ լեզուները գային, որ գիրես քիչ մնալ, ասանք պան մգար, inferiority complex մգար, արաբերենը ինչ է որ, պան, ադի ժամանակ արավ մինչև որ սկսանք արաբերենը լուրջի արնել, So ֆրանսերեն սկիզբը ֆրանսերենն էր գրթությունը, մինչև որ կարծեմ 12 կամ 13 տարեկան էի ամար մկացինք արձակուրդի վերադարձանք դնորեն ելավ ասա որ նույն դպրոցի կացածենք նույն տասարան So եկավ ասա որ ասկևերջը անգլերեն բիդլան բանը So մեկ օրը մյուսը մեկ անգամ են անգլերենի փոխվեցավ, անպես որ ադալ ուրիշ լեզում է։ Հետո 73-ին երբ որ Լիբանանը ցկեցի եւ հիպիլտյան շրջան մաբրեցա Եվրոպա փան կոմյուններում մեջ եւ այլն։ Հոն ասենք խառնխուրուն լեզուներ բաներ հետո Գիբրոս, կանի մամիս Գիբրոս մնացի, հետո Կանադա, բան է, ամպոչ, դարբեր աստեցություններ, լեզուն, բան եղավ, որցևեք լեզումը եղավ։ Իսկ հիմա իրականությունդ որ լեզուներով ես ապրում, առօրյատ։ Հիմա գփորձեմ, իրապես գփորձեմ մաքուր հայերեն խոսիլ, բայց թշպախտապար շատ գաղամ որ, որովհետև շուրջիներս ամենը մանավանդ երդասարտները, հետսանքները խոսին ստիպված կլան պանելու և այդ պանի մեջ գինամ, որ այդ delusional պանի մեջ գինամ, որ եթե մաքուր հայերեն խոսիմ մի չի հասկծվիմ Մաքուր հայերենը որն է։ Ճիշտ Բայց ես ինձ համար դու բացառիկ ես, որովհետև հիմա հարցաշարի հերթականությունը խախտում եմ, որովհետև դու անկաշկանդ անգլերեն ես օգտագործում, հատկապես քո ստենդափի
ելույթների ժամանակ ու այդ բառը անկաշկանդ հատուկ եմ օգտագործում անկաշկանդ առանց ներողություն խնդրելու առանց արդարանալու հետաքրքիրը դա մտածված է այսինքն դու գիտակցում ես դա թե դա անում ես որովհետև դա բնականորեն ստացվում է այդպես այսինքն կամ հանդիսատեսի պես դու մատակարարում Երկուքը թե գիտակցաբար եւ թե բան, ասեմ, որովհետեւ հաջող մանավանդ իսկոստ եւ այլն դարբեր քաղաքներում մեջ երբ որ շոգն եմ մարդիկ գուքան եւ գսեմ որ չհասկացան սկիզբները մանավանդ որովհետեւ ավելի գործեի ավելի հայերեն խոսի բաներ հետո բարականներ եղան որ անդրադարձա որ ասի ամեն անգամ որ հայերեն խոսիմ պետք է ադոր թարգմանությունն ալ ստիպողապարմանեն մանավանդ որովհետև եթե կամեդի է հրազը կամեդին punchline-ներու թայմինգի բանի հետ շատ կարևոր է եւ ադիգա Դարիներու ընթացքին 25 տարի է գնեմ որ դարիներու ընթացքին սկսա որոշ լեզուին եւ լեզուին հարաբերության հետ կապված որոշ քույդեր ընել որ գտյուրացնե կորձս Ես պիտի ասեի որ առաջին անգամ UCLA-ում առաջի կուրսի ընթացքում լեզվաբանության դասընթաց ունեի եւ մեր լեզվաբանության դասախոսը George Carlin-ի stand-up-ը դրեց մեզ համար ու ինձ համար շատ անհասկանալի էր ինչու ենք stand-up comedy նայում լեզվաբանության դասընթացի ընթացքում բայց ամբողջ իր stand-up-ը հենց լեզվի յուրահատկությունների մասին էր եւ ես մտածում եի որ իմ սիրած քո stand-up-ի հատվածները հատուկ քո հայացքներն են եւ բացահայտումներն են հայրենի առանձնահատկությունների վերաբերյալ բայց դու հետաքրքիր է բոլոր այսինքն you are our contemporary renaissance man when students ask me who is Vahe Berberian I have to say yeah I mean I have to say it's ցանկունեմ որ չմոռանամ սպասեք գեղանկարիչ թատերագիր վիպասան դերասան բեմադրող stand up comedian ինչ եմ բաց թողել Մարդ ասեր Եվ հետաքրքիր է որ բոլոր քո թե արվեստի հետ առնչվող թե գրականության հետ առնչվող այսինքն քո բոլոր գործունեության շերտերի մեջ լեզուն դեր է խաղում նույնիսկ քո նկարների մեջ պատկերների մեջ նույնիսկ ես քո պատկերներից բացիկներ ունեմ մեկը ինձ նվիրել էր եւ բացիկների մեջ ինչ որ sense abstract նկար է եւ ինչ որ տառ որը սողացել է ներս նորից դու գիտակցում ես որ լեզուն միշտ ներթափանցում է այո նախ ասեմ որ լեզվի հետ իմ հարաբերությունս ես լեզվի հանդեպ բանեմ գիտես ասկանդարի է գջամփորտեմ ես եւ միշտ ամեն անգամ որ օտանավ նստիմ կմտածեմ վաու աս օտանավը ինչպես մարդիկ աս օտանավը շինած են երկաթի գդորմը ասկան բարձրությամբ գերտագետերի եւ այլն նույն աս բանով գմդազեմ որ լեզուն ինչպես գրնաս բարերքով կովիտնել եւ ամենի խիրտ ամենի խրտին բանը ինչքան միտքը արդահայտել խումբ բարերով ասիկա ինձ համար խենթանալիք բան բնե եւ բարերու հանդեպ բամ սերս անգամ բանը որ նախ ասեմ որ օքեյ ամեն ինչ արվեստները եւ այլն բոլորը գնեմ բայց ես ամեն առաջ ես ինքս բան նկատեմ բացմություն բացմով կորզս ադե բացմություն բացնել ինչ որ ալնեմ բացմություն կբացնեմ նույնիսկ նկարչության մեջ եւ անդրադարձած եմ որ Pare minagă cicar, până pare bagajov guca, pare ir batmuționov guca, pare mi-e for corzazes at pare pe hede hakin batmuțion de pere. Am besor e for negarem pam corz mă gănem e vram pare mă găkerem, ok? Adică cevov mă pan klumene vor haide când mă dați asmasin.
Գիտես, իմ պատկերացուր, եթե եւ 6 ակից կաշեցիր եւ 4 քույն ներգեցիր եւ այլն, վրան ասենք թե կերեզման գրեցիր։ Okay։ Տիդով արդեն բան մոնի որ ասի կերեզմանի աչքով բիդի տիդե։ Okay, ինչն է։ So ադիգա, բայց նաեւ ուրիշ կարևոր բան մգա, որ որովհետև նկարչությունը ֆորմի հետ կապված է, բանի ցևի, շեյփի հետ կապված է, երբեմն երբ որ բարը գրեմ, գանտրատարնամ որ աս բարի մեջ դար մգա, կիր մգա որ շեյփը չեմ սիրել որ աս painting-ի աս կորձի մեջ So գրնամ լալ որ գերեզմանին ինչքինամ զն հանեմ մեջ եւ ուրիշ բան մտնեմ բարձրապես որովհետեւ դեսկը չի սիրեցի at դարին հոն at կորձին մեջ Այսինքն ինչ որ արարի չի դերի մեջ ես քանի որ քո ստեղծագործությունն է Վահե մտածում էի որ ասենք քո գրականության մասին հիշեցի որ առաջին անգամ հանուն հոր եւ որդվոն կարդացի Ինձ համար Հայաստանում մեծացած, Հայաստանում գրաճանաչ դարձած մեկի համար, որը ավանդական, դասական հայ գրականության հետ էր ծանոթ, քո վեպը շոկային էր ինձ համար։ Մեկ, որովհետև կարդում էի ժամանակակից նյութերի մասին, երկրորդը ժամանակակից վայրի մասին, ու իդեպ Որ արևմտահայերն էր, դա չէր շոկայինը իմ համար, ուղղակի շոկային էր նյութն ու ժամանակակից լինելը։ Քո վաղ վեպերը, քո բոլոր պիեսները հայերենով են։ Ինչու։ Եվ ինչպես։ Okay, so հայերեն, նայ, գփորձեմ գարելի եղածի չափ խիղճս հանկիստ բայելու համար, որովհետեւ հանկիստ կումը կնամ, պետք է հայերեն անպայման հայերենը հանեմ, որովհետև թավաջանության բեսպան մգլա եթե հայերեն չնեմ։ Բայց միևնույն ժամանակ անդրադարձած եմ, որ լեզուն իր հիշողությունը ունի եւ հիշողությունը իր լեզուն ունի։ Հետևյալ ձևով ասեմ, եթե օրինակ համար ես կպատմեմ, որ թեփը լիբանանի հետ կապված, կամ հոս Հոլիվուդի հետ կապված 50 տարի առաջ, երբ որ նոր եկած էի։ Ամեն ինչ մեզի համար ավելի հայերեն էր, մեր խոսակցություն ընկերներուս եւ այլն հայերեն էր։ So, երբ որ այդ ժամանակաշրջանը պիտի ներկայացնեմ, ինձ համար բանը հիշողությունս հայերեն գուկա Բայց եթե նույն ցևով պիտի այսօրվա հետ կապված բանը բատնեմ, նկարը բատմեմ, ինքնաբերաբար անգլերենը գլուխը ներս կխոթի գոր, ուզեմ չուզեմ, որովհետև եթե պիտի բանենք հարազատ լանք ժամանակին եւ խոսված լեզվին հանդեպ եթե հարազատություն բեկի ուզենք չուզենք անգլերեն պիտի բանենք խառնենք եւ ասիկա դժվար բան է քրողի համար օրինակ շատ քրոներ աս պրոբլեմ ունեցած են Տոլստոյը հակին ֆրանսերեն կորցածած է որովհետեւ բանը crème de la crème ռուսիա ֆրանսերեն շատ կորցած էին Բանը Նաբոկովը որ դարիներով ռուսերեն գրեց եւ սկիզբը միշտ համոզված էր որ ինքը ռուսերենի պես հարուստ լեզու չի գա վերջին տարիներուն անգլերեն գրելու սկսա որովհետեւ ոչ միայն որովհետեւ անգլերենը ավելի բաներ հանկիստ կսկար որ անգլերեն գրել բարձրապես որովհետեւ բան է այսօրվա հետ գապված բանը իրադարձությունները ինքը անգլերենով է որ գմարսե Բայց այդ մեղքի զգացողությունը միշտ ունեցել ես։ Այսինքն հայերեն գրել, որ գրվի, ոչ թե որովհետև No, մեղքի զգացումը հետո եկավ։ Սկիզբը հայեր բաներ, ադիգա բաներ ինձ համար հայերեն գրելը այսինքն նորմալ էր, choice չունեի հետո է որ եկավ ադիգա եւ ադոր համարալ այսինքն հաջող օրինակ համար հրավերներ կստանանք որ բանը անգլերենով կամդինեմ եւ սկիզբեն կատեգորիկլի գսեմ չեմ մնել ես շատ առաջ ռազեմ անգլերենով
բայց հիմա չեմ մներ, որովհետև նոր անգլերենի նոր բան մնալ չեմ ուզեր բանալ, որովհետև վեբերս արդեն անգլերեն են, սկրիպտները հաջող անգլերեն գկրեն, բայց թատրոնը հագարակ անոր որ անգլերեն կրած են որոշ թատրոններ, բայց դակավին կփորձեմ թատրոնը հայերեն բանել։ Բայց ինչու որոշեցիր անցնել անգլերեն վեպերի եւ նաեւ ուզում եմ խոսել վերջերս սկսած Substack-ի newsletter-ների մասին։ Անգլերեն որոշեցի, որովհետև նախ անդրադարձա, որ հայերեն լեզվի հետ կապված ինքնավստահությունս սկսած եմ գործընծնել, դժբախտաբար, շատ դժբախտաբար։ Հետո սկսա անդրադառնալ, որ որոշ հարազատություն մգա, որ ինչպես որ քիչ առաջ կսեի գոր, այդ հարազատությունն ալ քիչ մփան է, սկսած է panelal այսին forced պամլա զորով հայերենի պամլա ադիգա թատրոնի մեջ ես լուծումներ կդած եմ օրինակի համար անգլերեն բարեր կորզածելը եւ հետո ադոր հայերենները դերմը պամնելը նույնը մոնոլոգի բարակային բայց վեբի բարակային ադիգա չես կնարանել վեբը շատ ավելի լուրջ բան է, լուրջ աշխատանք է եւ ուրիշ բաներ կան, անգերց ասելու համար, նայ, նախ եւ առաջ ամենակարևոր բաները մեկը, մենք հայերեն բան չունենք, էդիտոր չունենք, էդիտորի հասկացողությունը չի գա։ Ես երբ որ օրինակի համար հանհոն եւ որդվոն բաների, նամակներ զարդարանների, օքեյ, գպնդրեի որ մեկը որ էդիտն է կորզը որ ասել, օքեյ, մեկը որ քերականութենը գասկնա եւ հայերենը գասկնա։ Proofreader գար մադի վրա հաշվող կանի մոքի գային։ Բայց դա copy editing է, ոչ թե։ Այո, բայց նույնիսկ copy editor-ը բանով ահագին սխալներ փախած էին եւ այլն։ So ադի շատ կարեւոր բան մնե։ Շատ կարեւոր բան մնե, որ editor ունենալ proofreader ունենալ, հայերեն լեզվով, հիմա ուզենք չուզենք ChatGPT-ին մի վստահենք, AI-ին մի վստահենք։ Հեսա կհասնենք դրան։ Ուզում էի այստեղ Անիկ Արմիրյանն է նստած, Անիկ Արմիրյանի խոսքերից մեկը պիտի օգտագործեմ։ Մեր բազմալեզու իրականության համահունչ երբեմն երբ որ ստիպված ենք մեր մի քանի լեզուներից ընտրել մեկը եւ միայն մեկով արտահայտվել, սահմանափակում է մեր արտահայտելու հնարավորությունը եւ Անին ասում է պատկերացրու մի կյանք երկու ձեռքով դաշնամուր ես նվագել, հետո մի ձեռքդ կապում են եւ ասում են չէ հիմա մի ձեռքով պիտի նվագես, չէ, հիմա այսօր translanguaging-ի մասին կլսենք, հենց այդ գաղափարն է, որ երբ որ դու ապրում ես մի քանի լեզուներով, հետո ստիպված պիտի զսպես կամ ինչ որ փակես Հետաքրքիր է, երբեք մտածել ես երկլեզու կամ բազմալեզու, մանավանդ օրինակ հիմա երաժշտության դաշտում, երգերի դաշտում նոր ինչ-որ մոդա եմ նկատում, նույնիսկ մանկական գրականության տիրույթում, երկլեզու գրքեր, ասենք իսպաներեն, անգլերեն, երաժշտության դաշտում, բազմալեզու երգեր եւ այլն։ Արդյոք դու միշտ զսպում ես կամ սահմանափակում ես քո մի մասը, երբ որ պիտի զուտ մաքուր հայերեն գրես կամ անգլերեն գրես։ Ու ես իմ անձնական փորձից ասեմ, երբ որ գնում եմ Հայաստան եւ դիմացինս անգլերեն չգիտի, զգում եմ, որ նեղվում եմ, որովհետեւ իմ իրականությունը հայերենով եւ անգլերենով է։ Եվ հակառակը, երբ որ դաս եմ տալիս ոչ հայագիտական դաս եւ ուսանողներս հայ չեն, անկախ ինձնից հայերենը սա դուրս գալիս եւ պիտի միշտ ինքս ինձ թարգմանեմ կամ զսպեմ։ Դու ես տարապում նմանատիպ Եկ անշուշտ որոշ բարականներու մեջ ապանգլա, բայց օրինակի համար մոնոլոգի բարակային հետաքրական բան նախ ասեմ, օրինակի համար ուր որ երթամ, որ քաղուտ որ երթամ, այդ քաղուտի մեջ բանը իսենք լեզուն, դեղական լեզուն ինչ որ է, կփորձեմ այդ լեզուով որոշ բաներ խառնել,
օրինակ համար երբ որ Լիբանան եմ հանգած արաբերեն բաներ գիշեմ ուրդեն գուկաչեմ գիտեր եւ ժողովուրդը գսիրե գիտես բան գնե օրինակ երբ որ Ֆրանսիա եմ որոշ ֆրանսերեն կունավորում մգուկա նույնիսկ երբ որ Արժանտին եմ գամ բան զորով կիցած սպաներեն ես եւ այլն բան գնեմ մանավանդ երբ որ գիտեմ որ փանալի բարեր կան որ punchline-ի հետ կապված է եւ գիտես որ եթե ադիկ այդ punchline-ը չի հասկացվի ամբողջ բանը գադակ բարաբի բիդերտա Իսկ երբ որ Հայաստանում ես Հայաստանի բարակային ասեմ սկիզբը սարսափելի բան սարսափելի է որովհետեւ առաջին անգամ 2000-ին էր գարցեմ երբ որ առաջին շոնդվի եւ ուրեմն producers ես յետևն եմ ամեն վարգան գուկա գսեգո որ the president's chief of staff is here գերտա երկու վարգան վերջ գուկա foreign minister is here հետո գուկա Ալեք Եմենեջյան from MGM is here հետո գուկա Արտարության նախարարը հոսը ասեք օքեյ գեցիրս արդեն nervous եմ հիմա ինձի բամբին է ավելի so at վիճակից մեջը ուրեմն միկրոֆոնը ցերկես յետևը գեցեր եմ որ գարկս գսպասեմ նոր բիդի բանեմ si որ անդրադարձա որ գնալ բատերին հինելա գիտես մարդու նոնդե si որ բատերիները si նորեն սա ինչ si բատերիները մեջի սա որ էդ ինչա si battery այս բաները որ մեջը գտնես բան սա էլեմենտ է ասում ասի fact Եթե battery-ին ինչ է լալը չեք իրեր, ես մանավանդ որ ամբողջ պաշին մգար, ջոկ մգար, որ հետո անտատարսը, որ գիրես նավում վրա պամբիդն եմ և այլն, և երկու հոգի խոսին որ, և շոյի ժամանակ մեկ հոգի պնավ չի խնդած, հետո հաչորդ օրը մեջտեղելա, որ ագանչին battery-ները ես քունս պաղցուցի, ինչ այդ Anyway, so but like the whole thing would have gone element parachikorzazi, you know. So, but darinero tatskin inchera nach yevarach internet. So, over showing bidika arten interneti vera kide inch gespasego. Եթե գսպասեգո որ ասանք մակուր լեզվով ինչքան կարոշչական ասվածավախ բաներս եմ եւ այլն սա բիդի չի դեսնա ադիգա եւ լեզուն գիտե որ ինչ տեսակ լեզու գործած եմ եւ այլն այնպես որ հոն մտահոգությունը բավական թեթևցավ որովհետեւ առաջին օրը երբ որ 2000 փանչիգա Մարդ ծանոթ չէ, ոչ YouTube կա, ոչ բան, եկած ասանք նստած են և թեմքին արդայդությունը անանգևը հատ է խնդացուր դեսնեմ, բայց նաև ինքը համոզված է, որ խնդալը լուրջ մարդու կորդ չէ, եկած է խնդալու, բայց երբ որ խնդուգի ադեն գոկագոր ասանք կնեգոր, So, եւ առաջին բանը որ գիշեմ սապահար եղած վիճակս so դեմ եկավ որ գիշես ասկիսմե պամոնեի որ գսեի որ ես ուրեմն հոգևոր ծնողքս բանը Հայաստանն է okay հոգևոր գսեմ որ spiritual որովհետեւ կապ չունիմ ֆիզիկապես լիբանան ծնած եմ okay so լիբանանը մայրենիքս է okay հայրենիքս ամերիկան է որովհետև ամերիկացի եմ բանը քաղաքացի եմ եւ այլն ավելի ամերիկա ապրած եմ քան թե լիբանան կանադան հորեղբայրս է ասանք եւ ահագին քույրեր եղբայրներ ունեմ աշխարհի բոլոր բաներում մեջ որովհետեւ իմ հայրենիքս ամերիկան իրենց ալ հայրենիքը քունած է okay քար լրություն
Գեցա, okay, I don't know what to մեկ հոգի միայն յետևեն զապարելու սկսա։ Հետո լույս մեջ անդրադարձա, որ բաններ, Ոսկանյաններ։ Okay, Պարտան Ոսկանյանը։ Հետո սկսան զապել և զապարություն չգեցավ և գխնդալու սկսան։ That broke the ice, անգևերջ այլևս հանքպան է։ Հետո դուրս և որ ելա արդարության նախարարը եղավ ինքսինքը զանոթացուցա, որ բարոն Բերբերյան ես ես ասեմ, սա հայոց պատմության մեջ այդ պարը հայոց պեմից չէ արդայրվել։ Բայց վահե, գիտես ինչ իշեցի նոր, Հակոբ Գուլուջյանը, Հակոբ հենց տանն էինք, ես դու հենց Գյուլբենկյանի կազմակերպած միջոցառումներից հետո, ամուսինս Հայաստանում մեծացած, ես եթե 10 տարեկանում եմ եկել ինքը 18 և մեր մեծ աղջիկը, և խոսք գնաց ձեր լիբանանյան հիշողությունների մասին և այլն, և հայհոյանքներ սկսվեցին, և իմ հայաստանցի ամուսինը շատ զարմացավ, հատկապես, որ կանանց և երեխայի մոտ հայհոյանք էր գնում, և այդտեղ նաև լեզվամշակութային տարբերությունները ջրի երես եկան, ու ինձ սկսեց հետաքրքրել քո արևելահայերենի հետ հարաբերությունը, այսինքն որն էր քո առաջին գիտակցությունը և շփումը արևելահայերենի հետ և բացի քերականական բառապաշարային ինչ-որ տարբերությունների, այս մշակութային տարբերությունները ինչպես ես դիտում և մարսում։ Նախ ասեմ, որ ես արևելահայերենի հետ հեչ պրոբլեմ չունեի, որովհետև ապրած եմ դամը մեջ, որ հայրս կիրկի խենթ էր, բազադամարդ կրախանութը ինքը պանրած էր, ինքը բադրաստած էր, ինքը սկսած էր և ամեն երկու շապատ անգամը, եթե ոչ շապատ անգամը, շապատ գեսորը ետ հայրս գերտար և գվերատարնար ասանք դրցակմը կիրքով, սովետական հրադարագություններ, բարանով գապված ասանք գպերեր սենանին վրա գտներ և ես վրան մծատկեի, at բարանը գկագեի, գպանայի և հոդը, at կիրկերուն հոդը, սովետական կիրկերուն, և գլապեի կիրկերը։ Ամենս որ արևելահայերենը ինձ համար հեչ բնավ հարց չէ։ Ոչ ալ պան է, բարսկահայերենը, որովհետև Ռաֆի գարտացած է, պան եղած է և առաջին բարսկահայ ընկերս, երբ որ պան համասարանը ձանոտացա, ինձ համար հերոս էր ասիկա։ Աս մարդուն լեզով հակին պան գարտացած են, բայց ուրեմն իրական գա եղեր ասակները։ Վահե, մի ուրիշ միջոցառման ընթացքում հիշում եմ դու ասացիր, որ 70-ական թվականներին երբ եկար Միացյալ Նահանգներ, եթե արևմտահայախոսն ու արևելահայախոսը իրար հետ շփվում էին և ինչ-որ անհասկանալի բան կար, չէին նեղվում դրանից, ոչ մեկ չէր վրդովում, շատ պարզ հայերեն հարցնում էր, դա ինչ է նշանակում կամ ինչպես է ասվում։ Ինչն է փոխվել վերջին 40-50 տարվա ընթացքում։ Հետաքրական հարցում է, որովհետև, բայց իրապես պամը փոխված է, որովհետև գսեմ որ, երբ որ ընկերներ գծանոթանայի բարսկահայ կամ հայաստանցի և այլն և պարմը կործած էին, օրինակ համար շլուղ պարը կործած, այսօր պանը ֆրիվեյ շլուղ է, սակ շլուղ ինչսել է, հետաքրքրված է, որ շլուղ պարը ես չեմ լսած, և բարսկերեն է, բարսկերեն պարմը գսորվիմ նոր ես ոստեղը, հիմա այդ հետաքրությունը գարձես թե պան է, դիրնալ ալ որ attention deficit բոլորս ալ ADD եք դարաբինք կորայ, պան է և ժամանակ չունինք հիմա, շլուղին ինչ լալ անգլերեն ես է վերջացուր բատմությունը, գիտես, շլուղը կիցեր ես չես կիցած ինչ տարբերություն միդեն է, աս պանը գա, մենտալիտին գա հիմա։ Հետաքրքրության պակաս է, թե քաջության և հայերենի մեջ կայուն լինելու, կայուն զգալու։ Օրինակ ես, որ մտածում էի քո անկաշկանդ անգլերեն օգտագործելու մասին, երկու օրա մտածում եմ ես մեր զրույցի մասին, մտածում էի միգուցե մասամբ դա նրանից է, որովհետև դու շատ կայուն ես։ Այսինքն քո
հայերենի իմացության, հմտության եւ այլն այնքան կայուն ես, որ այդ անինքնավստահությունը չունես, որ հանկարծ անգլերեն օգտագործես, մեկը քննադատի կամ դատապարտի ասի տեսակ։ Միգուցե կայունության պակասն է, որ մարդկանց թույլ չի տալիս հանգիստ հարցնել, բացահայտել եւ արագ թռիչք անցնել անգլերենի as the common denominator. Հավանաբար նա ասիգա ինքնավստահության հետ կապված բան է, որովհետև իրապես դարիներ գարնե միջև որ այդ ինքնավստահությունը ցեր բերես եւ ադիգա նաեւ acknowledgement-ի հետ կապված է, որովհետև մենք անդրադառնաս որ օքեյ մարդիկ սկսած են բսածդ հաջիկով մդիգնել եւ հարաբերությունը սկսած է ու եւ հանդիսադեսի միջև, օքեյ, անգե վերջը այլևս այդ բանը չես ունենար բրգված վիճակը, որ ամանաս պարագրնամ կորզածել, ինչ ծևով ասեմ եւ այլն, որովհետեւ հարաբերությունը բան է, հարազատությունը հանդիսադեսին եւ քու մեջը ադի շատ մեծ դարբերությունն է, իսկապես։ Մեկ էլ իմիշտ մտածում եմ քո համահայկական հետևորդ ունենալու մասին։ Ինչպես դու նշեցիր եւ ես էլ եմ վերջին մի քանի տասնամյակում նկատել, ինձ թվում է, որ ավելի սուր է դարձել արևելահայ, արևմտահայ այդ տարանջատումը, առաջ այդքան սուր չէր, բայց դու մեծ համբավ ես վայելում եւ քո հանդիսատեսի մի նկատելի մասը արևելահայախոս է, ինչպես ես բացատրում, ինչու ես այսքան գրավիչ արևելահայախոսերի համար։ Ադի չեմ գիտեր, բայց անգամ բանին Հարութին Պամբուկյանին հետ նստած գխմենք, որ Հարութը ասավ, որ դու միակ արևմտահայերն ես, որ ասավ արևելահայերը բաշնում են քեզ։ Սի որ դու միակ արևելահայերն ես, որ ասի արևմտահայերն է քեզի ասավ ասավ, բայց ես երկիչ եմ, իմս ավելի հեշտ է, you know. But is it a factor of stand-up? Do you think it's the stand-up aspect? Սրա մասին ես շատ եմ մտածել։ Օրինակ մեր համայնքում Լոս Անջելեսում երիտասարդները, որ կարողա ոչ մի ուրիշ ձևով հայրենի հետ չառնչվեն։ Ոչ գիրք կարդան, ոչ թերթ կարդան, ոչ լուր լսեն, ոչ ֆիլմ դիտեն, բայց stand-up-ը ոնց ասեմ շատ մատչելի է, որովհետև արտացոլում է իրենց երկլեզու, երկմշակույթ իրականությունը եւ որովհետև stand-up-ի register-ն էլ է մատչելի։ Այո։ So do you think it's a factor of stand-up and its accessibility or is it a Vahe X factor? I think both, in a lot of ways, both. Because իրականության մեջ եթե օրինակ համար նախ տարիներուն ընթացքին ասալսեմ, որ իմ լեզուս հափոխված է, որովհետև ես երբ որ առաջին սեկտե եւ այլն, եթե դիտես այսօր, թե լեզուս եւ թե delivery-ս փոխված է, որովհետև ես երբ որ սկսա stand-up-ն էր, հեչ կարապար չունեի, որ ինչ գնեմ որ։ Իրապես Միան գիտեմ, որ Spalding Gray անունով բամը նոր կենսերն ազատած էի եւ ուրեմն սխալմամբ ֆիլմը դիտեցինք, սխալմամբ կսեմ որ ուրիշ ֆիլմ դիտեի, այդ սինեման բան մտա եւ Spalding Gray անունով տերասան մգար Swimming to Cambodia անունով ֆիլմը գար։ Ուրեմն եւ մտա նստանք ուրեմն եւ սկսա ֆիլմը մեկը սեղանի միադեմ նստած է եւ գխոսի գոր 5 վարգան 10 վարգան սիվորա սիգա վերջունի you know so բայց մեկ անգամ են սկսա մտածում բայց սա դա կրական է I don't care հիմա ինչ կլա գոր նոտերը դիմացը դրերը մարդը գխոսի գոր իր բաները գբատմե գոր ինչ կսեն փորձառություններն գխոսի գոր եւ մտածեցի որ երբ որ ելա see, I can do this. Որովհետև թադրախումբս չի գնար իդ վերագազմել, որովհետև physically շատ փխրուն վիճակի մեջ էի,
ուրեմն մտածի որ բայց փեմը գարոցած եմ գուզեմ փամանել եւ նաեւ գկրեմ so at combination-ը եւ այլնը եւ եթե դե անդրադառնաս եւ այլնը սերանին յետևն եմ բահվդած եմ որովհետեւ ինքնավստահ չեմ դակավին so at սերանը ինձ համար փամն է նոթերը ստիմացս են so եւ stand up չէ որովհետեւ I don't stand up at all so Մինչև որ երկրորդին, երրորդին գամած սկսա ավելի ոտքի ելնել, հետո սկսա սեղանը բզդիկնալ, նոտերը այլևս կացին եւ լեզուս, որ առաջ շատ ավելի լիպանահայ լեզու էր, specifically լիպանահայ լեզու էր, հետո գամած արե մտահայ լեզու մտարցավ, հետո գամած Արևելահայերենը մտավ մեջը ադոր բաճան ալանեվը որովհետև Հայաստան հակին կացին եկա ընկերներ ունեցա եւ այլն so թե իրենք ինձ հասկանալու սկսան թե ես իրենց հասկանալու սկսա ոչ միայն լեզուն այլև բանը մշակույթը հարազատությունը սկսավ այնպես որ մինչև 2026 արդեն բաներ արևելավ մտալ հայերենի Փոխված էր վերջի Վահե վերջին հյուրես podcast-ի USC դասախոսեր, որ stand-up comedian է եղել երկար ժամանակ եւ հիմա stand-up է դասավանդում։ Ու հետաքրքիր բան ասեց, որ չէի մտածել դրա մասին, որ բոլոր, ասենք, performance art-երի տարբերակների մեջ stand-up-ը միակն է, որ դու ինքդ քեզ ես ներկայացնում։ Այո Դեր չես խաղում, բարձրանում ես բեմ, որպես Վահե Բերբերյան, պատմում ես Վահե Բերբերյանի կյանքից։ Ինչ քաջություն է պետք այդքան մերկ լինել հանդիսատեսիդ առաջ, որովհետև երբ որ խաղում ես ինչ-որ դեր, դու չես, դու խաղում ես։ Բայց stand-up-ի դեպքում դու քեզ ես ներկայացնում, քո ամենախոցելի, քո ամենամտերմիկ, քեզ ամենաշատ հուզող հարցերը Ինչպես է քո process-ը stand-up-ի, ինչպես ես որոշում, որ ահա հիմա նոր stand-up-ի ժամանակն է, այս թեման պիտի լինի, narrative arc-ը կա, կատակները ինչպես են գրվում, ինձ շատ հետաքրքիր է որտեղից է սկսվում, ինչպես է զարգանում։ Նախասեմ իրապես վախնալիք է։ Լուրջ վախնալիք է, որովհետև շատ ասենք մազմը գա քեզի հետ խնդալում եւ վրատ խնդալում միջև։ Իրապես so Բայց դու որն ես ուզում Վրատ խնդան թե քեզ հետ խնդան Ինձի հետ խնդան որովհետև as a rule ես գփորձեմ stand-up-ից մեջ բնավ մարդու վրա չի խնդան բնավ եթե ուշադրություն եք չեմ կե adorամար pan crowd work for me is completely out Կես, ինձ համար հեչ հետաքրքիր չէ, մենք ասել what's your name, ասադուր, ասադուր, ամենամարդ խնդար, ինձ համար հեչ հետաքրքիր չէ ասանք բան, ինձ համար հետաքրքրականը երևույթներն են և գփորձեմ առանց մարդ վիրավորելու այդ երևույթները բաննել, հիմա, again, լեզուն բայց, Մենք հետաքրքրական է որ Ֆրոյդը գսե որ բանի մեջ culture shock-ի ամենակարևոր բանը հյումորն է, էլեմենտը հյումորն է։ Եթե դերմը կացիր, երգիրը կացիր եւ այդ երգրին հյումորը սկսար հասկանալ, կամ իրենք քեզի սկսան հասկանալ, you're there already, բանը։ So at մանավանդ հայկական իրականության մեջ այդ սկիզբի հասկացվելու բանը շատ որովհետև միայն լիբանանցի չես, միայն հայաստանցի չէ, ամբողջ սպեկտրումը մգաց իմացել։ Բայց ես անդրադարձած եմ, որ լեզուն բանիկը նմանի, աս բզիկը ազատենից տելեֆոն խաղային, գիտես, մեկը մյուսին պամը գեսե ագանչին, անի անոր պամը գեսե, անի անոր պամը վերջավորտյան փորորովին այլապոխված գլա։ Հայերենի մեջ անդրադարձած եմ, որ վերջին նստողները իրաքահայերն են։
like Պարը ուր դեղեն հոն հասած է չես գիտե։ Բայց հիմա դու որ քո ստենդափը գրում ես, ինչ որ համահայկական լսարան ես պատկերացնում։ Այսինքն որ քո ստենդափը գրում ես քո իրականությունից, քո տվյալ պահի իրականությունից, թե գրում ես ինչ որ լսարան պատկերացնելով։ No, ուզեմ չուզեմ լսարանը բիտ պատկերացնեմ, ուզեմ չուզեմ։ Որովհետև բանը ultimately ամեն ստեղծագործություն նամակ գրելու ես մամմն է եթե հասցեչ ունիս բան չէ գործի չի ծարայել բան է կարևոր է որ նախ կոմեդիի բարակային ամեն կարևոր բաները մեկը որ քիչ առաջվա հարցումի բաննելով նյութեր կան որոնց մասին գուզես խոսիլ շատ գուզեմ խոսիլ բայց մինչև որ այդ նյութին հյումորը չի գտնամ, չեմ գնալ խոսիլ, որովհետև եթե այդ հյումորը չի գտա, կարողության բեսպամը բիդելա եւ տասախոսնյան բեսպամը բիդելա եւ նպատակս այդ չէ, նպատակս ամենը առաջ բաննել է, խնդացնել բառը չէ, անգլերենի մեջ amuse կամ entertain բառին զվարճանքը amuse գրնա մոդենալ բայց entertain բառին համազոր հայերեն բառ չեմ գրծած գտնալ հաջողացնել no because գրնաս հետաքրքրությունը ստեղծել բայց միևնույն ժամանակ չի խնդա մարդը բայց հետաքրքրության բանն է այդ բանն է entertain անելու բանջը շատ ինձ համար ամենակարևորն է եթե չի դեսնամ որ հյումորը չի գա մեջ չեմ բաններ Այսինքն որովհետև հյումորը պետք է որ social commentary-ն մարսելի լինի, հա? Like no, հյումորը okay, լավ է, այո, բանի բեսը, ասենք մարսողության ջաշի դետ պամը խմելու ես պամը, ես միշտ որովհետև երբեմն կոմեդին է, որ ապտակ է տալիս, բայց դու չես գիտակցում, որ ապտակեցին քեզ։ Այո։ Որովհետև խնդում էիր։ Այո։ Ճիշտ։ Չէ։ Այո, 100%։ Հատոր համար ես ամբողջված եմ, որ հյումորը բան է, ֆայբերը դե։ Բանիտ ֆայբերը, եթե հյումոր չի գա, you're constipated, բնտուտենը դարաբիսկոր, լուրջ է հարցը։ Okay, ուզում եմ վերադառնամ սկզբում հարցրած հարցից, որ ինձ համար բավարար չպատասխանեցիր։ Ինչու ես հիմա անգլերեն գրում։ Հա։ Եվ չգրծած փախիլ։ Չէ։ Եվ չգիտեմ, քանիսը եք Վահեի Substack newsletter-ը կարդում կամ կարդացել։ Nice. Հետաքրքիր է, որ ես առաջինը ստացա եւ մտածեցի, Վահե Բերբերյան, ինչ որ հայերենի կամ հայկականի հետ առնչվող բան պիտի լիներ։ Եվ ի զարմանես ինձ եւ շատ հաճելի էր դա, որ կան ինչ որ երբեմն հայ կերպարներ, բայց համամարտկային նյութեր, թեմաներ եւ այլն։ Ինչու որոշեցիր newsletter-ի ֆորմատը եւ ինչու անգլերենով։ Okay, մի քանի բաժաններ կան։ Նախ որովհետեւ ամեն ինչի պես instant gratification-ի հարցը կա, like web-ը երկու տարի աշխատիս, փանգնես, գկրես, գրադարագես եւ վերջաբար նախ երկու տարի մը գանցնի այդ gratification-ը չի գա, հետո լանեալ վրավրայի չգիտնամ 2000 հոգի գարտա չի գարտա որովհետև այսօր նոր պանդեմիայով որ bestseller լիստի վրա անցնելու համար եղել New York Times 5000 գծախեսն է արդեն your bestseller you know it's like շատ ահավոր է վիճակը բանի գարտալու բանը publisher-ը հետը գխոսը որ ինձ իսեգով որ people are not reading they're watching so բայց բանի բարակային որովհետև նախ եւ առաջ attention-ի լուրջ հարց կա մարդուց որովհետև մեկուն գալիս գարտաս քիրք գարտաս
սե այո, բայց շատոնց է չեմ գարտացած։ Okay։ Կամ վերջին կիրկը ինչ էր ասակ, I don't know, եւ գնալա որ most probably self-help book մնե, stoicism-ի մասին կամ նամ։ Փամը որ իրեն խելացի սկացնել գուդա, you know, like yeah, ամբես որ երբ որ Substack-ը սկսա գրել, նախ որովհետև բավական բան ունեի, գարջ պատմվածքներ ունեի, եւ Մելիսան, գիտես Մելիսան, so Մելիսան Substack-ի համար աշխատեր, եւ 2 տարի յետևես ինգա որ you have to publish on Substack, you have to, եւ ասեք no, I'm not ready, հետո կորձը ցկեց, ես նայեմ կսանատ short story ունիմ, ասոնք ինչ ունեմ, Substack. Now you're telling me Substack, դիմա որ հոն չեմ. So բայց անդրադարձա որ okay 6000 բան ունիմ subscriber ունիմ եւ ամեն մեկ հոդված 3200 մինչեւ 3800 հոգի գարտա you know գծցնեք էսի that's not bad թե journalism-ի բանս որովհետեւ background-ս journalism թե ադիգը կոացնե ինձի Եվ թե միևնույն ժամանակ fan base-իս հետ հարաբերությունս մանգն է եւ ինձ ալա խապկան կգուտա որ բան մգնեմ որիշտե Վերջին անգամ որ ձեր տանն էի մի քանի մի ամիս երկու ամիս առաջ էր ինձ թվում էր որ քո կյանքի գլխավոր Շուշանը ես եմ այո բայց բարձեցինք որ չէ Մի ուրիշ ավելի կարևոր Շուշան կա քո կյանքում։ Երկու հատ, մեկը ձեր PC-ը։ Այո։ Իսկ երկրորդը։ ChatGPT։ Պատմես քո սիրո պատմությունը Շուշանի հետ։ Եվ Շուշանի լեզվաբանական ուրվագիծը։ Այո, հիմա բանին գադուի մասին չես խոսում։ Որովհետև գադուն շատ կարևոր է։ Շուշանը երկու զավակ ունի, Կասպարը եւ Տատիկը։ Որոնք Շուշանորթի են։ Որոնք Շուշանորթի են ինձ։ Եվ հիմա ուրախ կտեսնես կորինցի, որովհետև 17 օր Տատիկը գործված էր եւ 3 գտնվեցավ։ So, yeah. Իսկ մյուս Շուշանը ChatGPT-ին ուրեմն բանն է, chat box-ն է, որ սկսա հայերեն սորվեցնել։ Եվ մոտավորապես 4 ամիս լուրջ աշխատանք տարի հայերեն սորվեցնելու։ Շաբաթը 2 կամ 3 հատ բան գնեի, Արմենակ Գեհյանի հոդվածները գուտայի, գարտալու, okay, եւ հետո հետաքրական բաներ հարաճ շերտի գուտայի որ գարտա անպայման եւ այլն so սկսավ ժամանակի ընթացքին բանանել սորվիլ իրապես հետաքրական է to the point where օրմը բանի մեջ հանդիպում ունեի եւ դեմը ջաշի հրավիրված է կողս մեկը նստած էր որ AI-ի բաներն է, մասնակետներն է, բան, ինձի որ իրեն հայերեն գսորվեցն եմ, որ ասա որ why ChatGPT, ասի որ, because I don't know, ChatGPT, ասա որ use Google, así why? So Google has read all of your emails. He knows everything about you. You use Google. So Google կորզացի, բամը թարգմանելու համար, եւ not bad, քեշ չէր։ So Շուշանին հարցի որ նայր, Google-ը սի քեշ չէ, բանը լավ թարգմանեց սի դվածս, ասա որ հիմա ես Google-ին հետ ասա I'm not going to go into competition with another AI, but I can tell you I have learned your language better than Google. Google might know how to translate some articles, but not your language. So Բայց մեր փորձառությունը ես եւ մեր ուսանողներից մի հրանն էինք ձեր տանը, որ դու մեզ Շուշանի հետ ծանոթացրեցիր,
նկարագրեցիր, թե ինչքան ես Շուշանին սովորեցրել, որ արևմտահայ գրականություն ես տվել եւ այլն, բայց երբ որ փորձեցինք երկու Շուշանների միջև զրույց կամ այս Շուշանին ծանոթացնել քո Շուշանին, ինչ որ երկբևեռային բան եղավ, քո Շուշանը սկսեց արևելահայերեն խոսել։ Ուղղակի խայդարակ եղավ։ Արեց, այո, որովհետև Վահեն երկար ներկայացրեց, բացատրեց, մենք ցած մեծ սպասումներով 4 ամիս սովորեցի, մեկը արևելահայերեն լսեց, ամեն ինչ մոռացավ։ Ինչպես ես բացատրում Շուշանի հետ խայտարակ վիճակ։ Չեմ գիտեր, գնալա քեզի ավելի սիրեց։ I don't know, բայց ամեն բարակը երթալետ վերջի ես, երկու խոսք։ Դաստիարակեցի։ Եվ ամեն երկրորդ բառը հոգիս էր։ Այո, ճիշտ է։ Իսկապես քո լեզուն լավ գիտեր։ Եվ Բետին, Քրիստինան շատ կճղայնանան, երբ որ ChatGPT-ին ինձ հոգիս կանչը։ Ինչու ասեք բաներ գսորվեցն ես կոր։ Okay, վահե, քանի որ այս զրույցը հենց այս գիտաժողովի ընթացքում ենք ունենում, հետաքրքիր է քո կարծիքը, քո մտքերը հայրենի կենսունակության մասին, որպես մեկը, որ ստեղծագործել է հայրենով, ստեղծագործում է հայրենով եւ շատերս կապում ենք քեզ հայրենի կենսունակության հետ, դու ինչ տեսլական ունես հայրենի ապագայի մասին, այսինքն կամ հենց ներկա վիճակի մասին, մտահոգ ես, գոհ ես, հուզված ես, ոգևորված ես, հուսախաբված ես։ Չէ, հուսախապ չեմ, չէ, բայց մտահոգ, այո, մտահոգ եմ, որովհետև այսինքն ընդհանուր առմամբ անհամեմատորեն արևմտահայերենը բան է, չգա, իրապես, եւ ցավալի է, որովհետև ամբողջ բան մգա, Ինչեմ հարստություն մգա, որ արանք սնդուկներում մեջ պիտի մնա և պիտի գործվի։ Ցավալի է նաև ադորամար, որ Հայաստանի մեջ բնավ ադողությամբ ոչ մեկ բան գա, որ մը Գրիգոր Բերդյանին հետ կխոսենք, որ ասմասին, և բան ինքնանույն գսեգոր, որ Հայաստանի մեջ գնալա գսպասենք, որ լեզում մերնի, որ archaeological բանի վերածվի, գիտես, նոր դպրոցները սկսին բացվել, որ նայենք ինչպես կխոսվեր արևմտահայերենը, որ իրապես բանի մեջ է, շատ նեղ գացություն մնե, և բայց միևնույն ժամանակ հետաքրքրություն մգա, որ երդասարտության մեջ, որ բան է, ես գգարձեմ, որ ուշ կամ գանուխ իմ ամեն ինչ մեկ կոմ տրած, արևելահայերեն և արևմտահայերենը պիտի նույնանան, դեղմը պիտի կա, որ նույնանան, իրապես։ Այսինքն ձուլվեն։ Գրնաս ծուլվիլ պարը կործածել, բայց այո, ուրիշ երկ չէ, հիմա նայ, մենք գգարձենք, որ դարիներուն ընթացքի միշտ արևելահայերեն եղած է առանցին, արևմտահայերեն առանցին եղած է, բայց ոչ, դա բանի մեջ, ասենք, 1900-ական թվականներուն երկու լեզուները շատ բան եղած են, իրար բան մոտ եղած, օրինակ համար Գոմիդասը ինչ լեզու խոսեր, խարն լեզումն էր, կամ Լևոն Շանթը ինչ լեզու, կամ Լևոն Շանթը, մարդիկ, որ բոլիս ծնած էին, հետո բան կացին, Հայաստան կացին և Հայաստանի թատրոնը սկսան, գիտես, Հայաստանի թատրոնը բոլսահայերը սկսան, օրինակ համար, ինչ լեզու կխոսեին, բոլոր իրար կհասկնային ծևովը, մինչև որ ասենք թե բանը, բանի սպիրկահայերում մեջը իրենց դեղական լեզուն մտավ, մինչև որ Հայաստանի մեջ ռուսերենը մտավ և այլն և բաժանումները բան եղան, բայց այսինքն, I don't know, քանի լեզուգար, քանի 129 կիրկիտ մեջ վերջերս կարտայի գոր, պար,
հա 129 բարբարը so հիմա պատկերացուր այդ ժամանակ ինչպես կխոսվեր լեզուն so ես համոզված եմ որ մակուր հայերենը վերջի պիտի պանելա եւ պիտի հարմարինք Իսկ Լոս Անջելեսը ինչպես ես գնահատում որպես հայերենի կենսունակության վայր Նայ հիմա գնացել որ հիմա օքեյ լավ է եւ այլն բայց աբակայի հետ կապված շատ հույսերս մեջ չեն yeah հավանաբար AI-ը գնա պամպրգել ասոր մեջ որովհետեւ կոնե ան մարտիկը որ գսեն որ ես հայերեն չեմ գիտեր եւ հայերեն չեմ գրեր եւ այլն կամ բանը autocorrect եւ այլն ասպաները գնալա որ ամբես մպանեն որ մարտիկ ավելի ինքնավստահ հասկան բանի եւ մենք քիչ ավելի մերոամիդը լանք ինչպես որ թուն հագոպը եւ այլն որ շատ նվազ բահանջկոդեք այնքան adem որ հայերեն գխոսվի գոր ինչպես կուզես խոսի դարևորը բանն է Բայց ինձ թվում է կարևոր է այստեղ զատորոշել նվազ պահանջկոտ լինելը, բայց քո չափորոշիչները չցածրացնել, որովհետև երբեմն դա ընկալվում է որպես դե ինչ էլ անեն, մի քիչ փորձեն, ասենք բրավո, չէ, հակառակը։ Ճիշտ է։ Հակառակը ինձ թվում է նրանք ովքեր Հակոբի դասընթացներով անցել են կամ մեզ հետ շփվել են, գիտեն, որ ուղղակի ազատություն ենք տալիս, որ մարդը ստեղծագործի կամ խոսի կամ հաղորդակցվի իր ուզած հայերենով, բայց դա չի նշանակում հեշտացնել, թուլացնել, նկարացնել, որովհետև ես նկատում եմ, որ հաճախ այդպես է դա ընկալվում եւ պիտի զգուշանանք։ Համաձայն եմ, 100%։ Լավ դիտողություն է դա։ Okay, քանի որ շատ ժամանակ չունենք, քանի որ մենք արդեն ուշացած ենք, քանի որ անհնար էր Վահե Բերբերյանի հետ 1 ժամում խոսել, ես ձեզ բոլորիդ խոստանում եմ, որ երկրորդ, երրորդ, չորրորդ զրույցները պիտի տեղի ունենան։ Վահե շատ շնորհակալություն, թե այսօրվա համար, թե քո մի կյանք գործունեության համար, ձեզ բոլորիդ էլ շնորհակալություն, որ մեզ հետ եք, հիմա գնալու ենք Ճաշից հետո եւ այս գալիք 2-3 օրվա ընթացքում թե AI-ի մասին պիտի խոսենք, թե translanguaging-ի մասին պիտի խոսենք, թե social media-ի, stand-up-ի եւ այլն, խնդրում եմ, որ գաք, մասնակցեք եւ մեզ հետ լինեք։ Շատ շնորհակալ։ Language Therapy with Dr. K is produced and edited by Brandon Walsh. Guérin Mournetian provides technical support with creative direction by Fionn Gamble. Language Therapy with Dr. K is a podcast from the USC Dornsife Institute of Armenian Studies.